Երբեմն ընդամենը մեկ նախադասություն կարող է փոխել մարդու կյանքը։ Ոչ թե մի մեծ գիրք, ոչ թե դասախոսություն, ոչ էլ անգամ քարոզախոսություն, բայց մեկ պարզ եւ հակիրճ նախադասություն կարող է մի ամբողջ կյանք փոխել։ Ուզում եմ հիշատակել Տեր Հիսուսի խոսքերը, որ ասաց. «Կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի»։ Եվ միշտ չէ, որ այդ ճշմարտությունը երկարաշունչ քարոզների եւ դասախոսությունների մեջ է։ Երբեմն այդ ճշմարտությունը կարող է հնչել որպես մեկ նախադասություն, մեկ արտահայտություն եւ իսպառ կարող է փոխել մարդու կյանքը եւ մտածելակերպը։ Նման կարճ եւ փոքր ճշմարտությունները կարող են մարդուն երջանկություն, ազատություն եւ խաղաղություն պարգեւել, ազատել կապանքներից, գերությունից, վախերից, կաշկանդվածություններից։ Ուրեմն կկիսվեմ քեզ հետ 7 ճշմարտությամբ, որոնք փոխել են իմ կյանքը եւ իմ մտածողությունը եւ դեռ շարունակում են փոխել։ Որովհետեւ երբ դու փոխում ես քո մտածողությունը, Աստված էլ փոխում է քո իրականությունը։ Եվ նախքան անդրադառնալը 7 կետերին, ավանդական խնդրանք. եթե այս տեսանյութերը քեզ համար օգտակար են եղել, ապա չմոռանաս դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ քո մեկնաբանություններով ակտիվ լինել։ Առաջին կարևոր ճշմարտությունը, որ հեղափոխական եղավ ինձ համար, հետեւյալն էր. դու չես կարող վերահսկել ամեն բան։ Մենք ապրում ենք վերահսկման մոլուցքով լի մի աշխարհում։ Մարդիկ փորձում են վերահսկել ուրիշ մարդկանց, վերահսկել ժամանակը, վերահսկել իրավիճակները, վերահսկել ուրիշների մտածողությունը, վերահսկել նաև ապագան։ Բայց ճշմարտությունն այն է, որ իրականում վերահսկելու ցանկությունը գալիս է մեր վախի արտահայտումից։ Այս կարևոր ճշմարտությունը ինձ հասկացրեց, որ ես չեմ կարող ամեն բան վերահսկել։ Լինելով ի բնե պերֆեկցիոնիզմ, այսինքն կատարելապաշտ, ես ուզում եի, որ ամեն բան կատարյալ լինի, ամեն հանձնարարություն անթերի կատարվի, եւ ինքս իմ առջև էլ նման պահանջներ էի դնում, բայց երբ որ մի բան այն չէր ստացվում, հիասթափվում էի, կոտրվում էի, հետ էի քաշվում։ Բայց երբ որ ես հասկացա, որ ես չեմ կարող ամեն բան վերահսկել, իմ մտածելակերպը փոխվեց, իմ հայացքները փոխվեցին։ Իհարկե դա չի նշանակում, որ ամեն բան պետք է անվերահսկելի լինի։ Կան բաներ, որոնք մեր վերահսկողության ներքո են, եւ ես դրա մասին անպայման կանդրադառնամ, բայց այն բաները, որոնք մեր վերահսկողությունից դուրս են, անիմաստ է փորձել դրանք վերահսկելը, որովհետեւ այդ փորձը կարող է մեզ դժբախտացնել, գողանալ մեր խաղաղությունը եւ մեզ հեռացնել Աստծո ներկայությունից։ Մի իրական պատմություն կա հայտնի օդաչուի մասին, Չեզլի Սալենբերգ անունով, եւ օդաչուն այս պատմությամբ սովորեց ոչ թե վերահսկել, այլ վստահել։ 2009 թվականի հունվարի 15-ի թռիչքը դարձավ պատմական ոչ միայն նրա համար, այլև այն 155 ուղևորների եւ նրանց բարեկամների համար, որոնք գտնվում էին այդ օդանավի մեջ։ Թռիչքից ընդամենը 2 րոպե հետո օդաչուն կորցնում է իր ամբողջ վերահսկողությունը օդանավի վրա։ 2 շարժիչներն էլ դադարում են աշխատել։ Եվ օդաչուն ուներ ընդամենը 208 վայրկյան կատարելու այդ պատմական եւ ճակատագրական որոշումը։ Երբ որ օդաչու Սալենբերգը ղեկը վերցրեց իր ձեռքը, հանկարծ հասկացավ, որ օդանավը չի ենթարկվում իրեն։ Երբ որ նա փորձեց գործարկել շարժիչները, նորից հասկացավ, որ շարժիչները չեն արձագանքում ազդանշաններին, այսինքն ամեն բան վերահսկողությունից դուրս էր։ Հետագայում օդաչուն իր հեղինակային գրքում պիտի գրեր. ես 1000 անգամ եմ վարժվել վերահսկել թռիչքային բոլոր գործընթացները, սովոր եմ հաշվարկել, ծրագրել, վերածրագրել, բայց այդ օրը ամեն բան իմ վերահսկողությունից դուրս էր։ Եվ ես պետք է ոչ թե վերահսկեի, այլ վստահեի եւ անեի այն փոքրը, որը իմ վերահսկողության ներքո էր, այսինքն կարևոր որոշում կայացնեի։ Եվ որոշման արդյունքում օդանավը վայրեջք է կատարում Հադսոն գետի վրա եւ դրա արդյունքում 155 ուղևորները փրկվում են։ Օդաչուն հետագայում իր հեղինակային գրքի մեջ պիտի հետեւյալը գրեր. Կյանքում դու չես կարող կանխել անսպասելին, բայց կարող ես սովորել վստահել քո պատրաստվածությանը, քո հավատքին եւ այն խաղաղությանը,
որ գալիս է վստահելուց եւ ոչ թե վերահսկելուց։ Առակաց գրքի 19-րդ գլխի 21 համարում Սողոմոն իմաստունը հետևյալը գրեց. Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։ Այս ճշմարտությունը մեզ պարզապես հորդորում է, որ մենք կարող ենք շատ ծրագրեր ունենալ, շատ մտադրություններ ունենալ, բայց վերջի վերջո Տիրոջ խորհուրդն է հաստատվում, այսինքն վերջին խոսքը Աստծունն է։ Հետևաբար, երբ որ դու տեսնում ես, որ ամեն բան քո վերահսկողությունից դուրս է գտնվում, չես կարողանում իրավիճակներին տիրապետել, քեզ մեկ բան է մնում անել, ոչ թե վերահսկել, այլ Աստծուն վստահել։ Հետևաբար այստեղից բխում է երկրորդ ճշմարտությունը, որ փոխեց իմ կյանքը։ Դու չես վերահսկում ամեն բան, բայց Աստված է վերահսկում ամեն բան։ Աբրահամը չէր հասկանում, թե Աստված ինչու է ուշացնում իր խոստման իրականացումը, բայց Աստված Աբրահամին հասցրեց մի կետի, երբ նա այլևս որևէ կախում չուներ իր կարողություններից, նա ոչինչ չէր կարող անել, եւ հենց այդ կետի վրա Աբրահամը մի կարևոր ճշմարտություն հասկացավ. նա պետք է երկու ձեռքով կառչեր Աստծուց, նա պետք է երկու աչքով նայեր Աստծուն եւ իր բոլոր ակնկալիքները Աստծուց պետք է ստանար։ Եվ հենց այդ կետի վրա էլ տեղի ունեցավ ճեղքումը, տեղի ունեցավ հրաշքը։ Նիկ Վույչիչը ծնվեց առանց ձեռքերի եւ ոտքերի, կարելի է ասել առանց վերջույթների, եւ նա պատմում է. Ես այլևս ոչինչ չունեի, որով կարող էի վերահսկել իմ կյանքը։ Ես անգամ չէի կարող իմ ձեռքով իմ բաժակը վերցնել, չէի կարող կառավարել իմ կյանքը եւ որոշեցի իմ կյանքին վերջ դնել, որովհետեւ հասկացա, որ իմ կյանքը ոչ մեկին պետք չէ, քանի որ ես ինքս էլ չեմ կարողանում ինձ տիրապետել։ Եվ նա դիմեց ինքնասպանության փորձի։ Փառք Աստծո, որ այդ փորձը անհաջող ընթացավ, եւ այդ դառը փորձառությունից հետո նա հանդիպեց Աստծուն, ճանաչեց այս ճշմարտությունը, որ այնտեղ, որտեղ դու չես կարող վերահսկել իրավիճակները, ես Տեր եմ եւ ես վերահսկում եմ ամեն բան։ Այդ օրվանից նրա կյանքը փոխվեց, նա դարձավ հայտնի խոսնակ, քարոզիչ, մոտիվացնող, դասախոս, եւ այսօր նա աշխարհահռչակ անձնավորություն է, շրջում է երկրից երկիր եւ հատկապես հաշմանդամ մարդկանց մղում է դեպի կյանքը։ Նա ապրեց, որ ուրիշներին ապրեցնի, որովհետև հասկացավ այդ պարզ ճշմարտությունը, պարտադիր չէ, որ մենք ամեն բան վերահսկենք եւ ամեն բան մեր ուզածով լինի, բայց պարտադիր է, որ ամեն բան Աստծո կամքով լինի եւ Աստված վերահսկի մեր կյանքի այն ոլորտները, որտեղ մենք չենք կարողանում վերահսկել։ 46 Սաղմոսի 10-րդ խոսքում Սաղմոս 2-ն հետևյալն է գրում. Հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստված, ես եմ իշխում ազգերի վրա, ես եմ տիրում երկրի վրա։ Ուրեմն երբ որ մենք ձեռք ենք բերում այս գիտակցումը, մենք սկսում ենք հանդարտվել, խաղաղվել, հասկանալով, որ հա, ես չհասցրեցի, ես սա չարեցի, ես այն մեկը չարեցի, չկարողացա այս իրավիճակը վերահսկել կամ տիրապետել, բայց Աստված հո վերահսկում է, նա ամեն բանի Տերն է եւ նա իշխում է, անգամ այն բաների վրա, որոնց վրա ես չեմ կարող իշխել։ Օրինակ հիվանդություններ, աղետներ, ճգնաժամեր, բայց Աստված դրանց վրա իշխում է։ Երրորդ ճշմարտությունը, որ փոխեց իմ կյանքը, հետևյալն է. մտածիր այն բաների մասին, ինչը քո ազդեցության գոտում է գտնվում։ Դու օրինակ չես կարող փոխել եղանակը, չես կարող փոխել մարդկանց կյանքը, բայց կարող ես փոխել քո հայացքը եւ քո վերաբերմունքը այդ իրավիճակների հանդեպ։ Մի անձնավորություն ասել է, որ դու թեպետ չես կարող փոխել եղանակը, բայց կարող ես պատրաստ լինել եղանակային փոփոխությունների համար։ Իմանալով, որ առջևում ձմեռ է, կարող ես տաք շորեր պատրաստել։ Սթիվեն Քովին, որ հայտնի խոսնակ էր եւ հեղինակ, հետեւյալն է ասել. Խելացի մարդիկ իրենց էներգիան դնում են իրենց ազդեցության շրջանակի մեջ եւ ոչ թե այդ շրջանակից դուրս։ Եթե քո էներգիան եւ ուշադրությունը ուղղված է այնտեղ, որտեղ դու ոչինչ չես կարող փոխել, ապա դու միայն կհոգնես եւ վերջ-վերջո կսպառվես։ Բայց եթե դու
կենտրոնանում ես քո ազդեցության շրջանակի մեջ, որտեղ դու անմիջական ազդեցություն ունես, դու կաճ ես։ Տեսեք, նորից անդրադառնանք մեր ամենաշատ դեռևս մեջբերվող հատվածին Սուրբ գրային։ Հռոմեացիներին 12-րդ հատվածում Պողոս առաքյալը գրեց. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով», այսինքն ձեր էներգիան մի տարեք, մի դրեք այնտեղ, որտեղից դուք որևէ օգուտ չեք քաղելու։ Մի մտեք այս աշխարհի կերպարանքի տեսքի մեջ, մի վարվեք այնպես, ինչպես այս աշխարհում են վարվում, այլ ինչ արեք, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Իսկապես, երբ որ մենք մեր միտքը նորոգում ենք, մենք վերափոխվում ենք, դառնում ենք ուրիշ մարդ։ Ուրեմն այսուհետև գերադասիր քո էներգիան, ուշադրությունը եւ միջոցները դնել այն շրջանակի մեջ, որտեղ դու ազդեցություն ունես։ Իսկ այն շրջանակները, որոնք քո ազդեցությունից դուրս են, օրինակ նաև քաղաքականությունը, դու ոչինչ չես կարող այնտեղ փոխել, եթե ոչ իհարկե ընտրությունից ընտրություն, բայց եթե դու տանը նստած պարզապես հոգս ես անում, թե համաշխարհային ինչ պրոցեսներ են աշխարհում գնում, օր ու գիշեր մտածում ես գլոբալ տաքացման մասին, համաշխարհային երրորդ պատերազմի մասին, ապա վստահ իմացիր, որ դու պարզապես կսպառվես։ Ավելի լավ է դու կենտրոնանաս քեզ վրա, քո տան վրա, քո ձեռքի տակ եղող շրջանակի վրա, որտեղ դու անմիջական ազդեցություն կունենաս։ Եթե համաձայն եք ինձ հետ, կարող եք մեկնաբանության պատուհանում կիսվել ձեր մտքերով, եթե իսկապես դա ձեզ հուզում է, ապա կարող եք գրել, թե ինչպես եք դուք կարողացել այդ հարցը լուծել, ինչպես եք կարողացել դուրս գալ սխալ շրջանակներից եւ կենտրոնանալ ձեր խնդիրների վրա։ Չորրորդ ճշմարտությունը, որ կարևոր ազդեցություն թողեց իմ կյանքում, հետևյալն է. մի բարդացրու։ Կյանքը տեղով բարդ է, բայց մարդիկ հաճախ ավելի են բարդացնում կյանքը, բարդացնում են նաև պարզ խնդիրները։ Մենք վերլուծում ենք, չափում, կշռում, կշռադատում, բայց մոռանում ենք ապրել։ Մատթեոս 6:34-ում Հիսուսն ասաց, որ հոգս մի արեք վաղվա օրվա համար, հետևաբար մի բարդացրու, պարզեցրու։ Կան մարդիկ, որոնք անգամ պարզ բաները կվերցնեն եւ կբարդացնեն, բայց իրականում մենք կարող ենք բարդ բաները վերցնել եւ պարզեցնել։ Օրինակ Մայր Թերեզան երբեք չէր փորձում աշխարհը միանգամից փոխել, եւ նա մի արտահայտություն արեց. եթե չես կարող կերակրել 100 հոգու, սկսիր կերակրել 1 հոգու։ Այսինքն պարզ բաներից սկսիր, մի բարդացրու։ Մենք սիրում ենք շատ անգամ իրավիճակներին նայել խոշորացույցով, մեծացնել, խոշորացնել։ Իրականում երբեմն իրավիճակները բարդ կարող են լինել, դժվար կարող են լինել, բայց ես նկատել եմ, որ շատ բարդ իրավիճակներ ունեն պարզ լուծումներ։ Օրինակ միջանձնային հարաբերությունները, որոնք կարող են շատ բարդ լինել, որոնք կարող են շատ ցավեցնող լինել, բայց դրանք ունեն շատ պարզ լուծում՝ ներում, Աստծո ողորմածությամբ եւ օգնությամբ ներում։ Եվ երբ որ դու ներում ես, երբ որ դու պատռում ես պարտամուրհակը, երբ որ դու այլևս ոչ մի հաշիվ չունես տվյալ անձի հետ, դու քո կյանքը ավելի ես պարզեցնում, ավելի ես քեզ թեթևացնում ավելորդ բեռներից եւ հասկանում ես, որ կա այլընտրանք։ Հետևաբար մի բարդացրու։ Հինգերորդ ճշմարտություն, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել եւ հավատացնում եմ ձեզ, ես ամենևին էլ հեշտ չեմ հասել սրանց, կարդալով չեմ հասել, այլ ավելի շատ փորձառությամբ։ Հինգերորդ հետևյալն է. թեթև տար։ Իհարկե բաներ կան մեր կյանքում, որ մենք չենք կարող թեթև տանել։ Մենք զայրանում ենք, մենք վրդովվում ենք, մենք վշտանում ենք։ Այո, դա բնական է։ Մենք չենք կարող լիովին անջատվել եւ դառնալ անզգամ։ Բայց բաներ էլ կան, որոնց մենք պետք է թեթև նայենք եւ թեթև տանենք։ Օրինակ Պետրոս առաքյալը իր առաջին ուղերձի 5-րդ գլխի 7-րդ խոսքում հետևյալը գրեց. ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Ում վրա գցենք մեր հոգսը? Քրիստոսի։ Նա էլ ասաց. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Այո, մենք ունենք հոգսեր, բայց շատ կարևոր է, որ մենք իմանանք ուր պետք է տանենք այդ հոգսերը։ Եվ Պետրոս առաքյալը մեզ հասցեն է տալիս. ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա
հոգ է տանում։ Իմ սիրելի հեղինակներից մեկը, Մաքս Լուքադոն, մի օր հիվանդացավ երկարատև սթրեսից, եւ բժիշկը նրան ասաց. «Դու հոգնել ես այն բեռից, որը Աստված քեզ չի տվել»։ Եվ այդ օրվանից նա սովորեց այդ բեռները հանձնել Աստծուն առանց մեղավորության զգացողության։ Այսինքն, բաներ կան, որ անտանելի են, որ դու չես կարող տանել, Աստված չի այդ բեռները դրել քեզ վրա, հետևաբար քեզ պետք չէ, որ դրանք դու ծանր տանես եւ միտքդ ծանրաբեռնես, թեթև տար։ Մենք սովոր ենք մագնիսի պես ամեն բացասականը քաշել մեր մեջ, ուրիշների ցավերը, հոգսերը, Աֆրիկայի երեխաների սովի հարցը, այլ երկրում տեղի ունեցող երկրաշարժի խնդիրը եւ այլն։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք պետք է անզգամ լինենք ուրիշի հոգսի նկատմամբ, բնավ, բայց եթե դու չես կարող որևէ բան փոխել եւ նստած ծանր ես տանում այդ ամենը, իմացիր, որ դրանով այդ մարկանց վիճակը ամենևին չի թեթևանալու, բայց արդյունքում դու ես քեզ ծանրաբեռնելու։ Հետևաբար նորից այս արտահայտությունը թեթև տար, եւ թեթև տար ամենևին չի նշանակում անտարբեր լինել, այլ նշանակում է Աստծուն վստահել։ Եվ երբ քո բեռը Աստծուն ես հանձնում, այն այլևս չի դառնում բեռ, դառնում է օրհնություն։ Եթե համաձայն եք ինձ հետ եւ եթե ձեր կյանքում բաներ կան, որոնք ծանր եք տանում, կարող եք գրել մեկնաբանության մեջ, եկեք իրար հետ կիսվենք։ Վերջ-վերջո դա ապացուցված գիտական փաստ է, երբ մարդը իր հոգսերով կիսվում է մեկ ուրիշի հետ, նա թեթևանում է, երբ նա արձանագրում է, գրում է իր խնդիրը, իր մտքերը հանձնում է ինչ-որ միտեղ, նա ինչ-որ առումով բեռնաթափվում է։ Դրա համար ակտիվ եղեք մեկնաբանության մեջ եւ չմոռանաք նաեւ հավանել այս տեսանյութը, որ ավելի շատ մարդկանց հասանելի լինի։ Իսկ մենք շարունակենք։ 6-րդ ճշմարտություն, որ ես սովորեցի եւ հեղափոխական եղավ ինձ համար, հետեւյալն է. միտքդ շարունակ նորոգիր։ Քո միտքը ամեն օր որոշում է, դու ապրելու ես հին ձևով, թե նոր ձևով։ Նախորդիվ ես կարդացի արդեն Պողոս առաքյալի խոսքերը Հռոմեացիներին 12:2, որ մենք պետք է ամեն օր նորոգենք մեր միտքը։ Իսկ եթե քո միտքը նորոգված է, դու նոր կյանքով կապրես, եթե հին է մնացել, հին կյանքով կապրես։ Քո մտքերն են որոշում քո կյանքի որակը, քո կյանքի ընթացքը։ Նեյրոգիտնական դոկտոր Քերոլայն Լիֆը հետևյալն է բացահայտել. մտքի նորոգումը փոխում է ուղեղի ֆիզիկական կառուցվածքը։ Նա աշխատում էր պատերազմից վերադարձած զինվորականների հետ, որոնք տրավմաներ էին ձեռք բերել պատերազմի դաշտում, եւ նա բացահայտեց, որ այդ զինվորները, երբ փոխում էին իրենց մտածողությունը եւ կենտրոնանում էին այլ բաների վրա, նորոգում էին իրենց միտքը, իրենց ուղեղը բառացիորեն սկսվում էր բուժման process-ը եւ ապաքինվում էր։ Ուրեմն երբ փոխում ես մտածողությունդ, փոխվում է նաեւ կյանքդ։ Եվ մենք կարիք ունենք ամեն օր Աստծո խոսքով նորոգել մեր միտքը, ամեն օր մեր միտքը եւ մտածողությունը համապատասխանեցնել Աստծո խոսքին եւ Աստծո կամքին։ Եվ 7-րդ ճշմարտությունը, որ հեղափոխական եղավ ինձ համար եւ շատ բաներ փոխեց իմ կյանքում, հետեւյալն է. մեծ նպատակներին հասնում են փոքր քայլերով։ Մենք բոլորս ուզում ենք մեծ արդյունքներ եւ արագ, բայց Աստծո ճանապարհը միշտ սկսվում է փոքր քայլերից։ Անգամ ավետարանում էլ գրված է, որ քչի մեջ հավատարիմ եղողը շատի վրա էլ կդրվի եւ շատի մեջ էլ հավատարիմ կլինի։ Մի իրական պատմություն կա Թերի Ֆոքսի մասին։ Թերի Ֆոքսը կանադացի երիտասարդ մարզիկ էր, ով 18 տարեկանում քաղցկեղի պատճառով կորցրեց իր ոտքը։ Բժիշկները նրան ասացին, որ նա պետք է հաշտվի իր վիճակի հետ, բայց Թերին որոշեց անել անհնարինը։ Նա հայտարարեց, որ պատրաստ է վազել ողջ Կանադայով մեկ այդ պրոթեսով, որպեսզի գումար հավաքի քաղցկեղի բուժման հետազոտությունների համար։ Սկզբում մարդիկ նրան լուրջ չէին վերաբերվում, բայց նա սկսեց քայլ առ քայլ ամեն օր կատարել իր փոքրիկ քայլը։ Օրական նա քայլում էր 40 կիլոմետր, հետո 42, հետո 43,
Նա ամեն առավոտ արեգակի ծագելուց առաջ կանգնում էր, հաղթահարում էր իր ցավը, իր վիշտը և նպատակամղված գնում էր դեպի իր նպատակը, փոքր քայլերով դեպի մեծ նպատակ։ Նա ասում էր. «Ես չեմ կենտրոնանում 1000 կիլոմետրի վրա, ես կենտրոնանում եմ իմ հաջորդ քայլերի վրա»։ Արդյունքում թերին վազեց ավելի քան 5300 կիլոմետր և միլիոնավոր դոլարներ հավաքեց քաղցկեղի բուժման համար։ Ցավոք սրտի, հիվանդությունը նրա մոտ նորից կրկնվեց, և թերին չկարողացավ շարունակել իր մրցասպարեզը, բայց անգամ իր մահից հետո նրա գործը մինչև այսօր շարունակվում է։ Եվ իր մահից հետո Կանադայում սկսվեց մի շարժում, որը կոչվեց Terry Fox Run, ոգեշնչելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում վազել և առողջ ապրելակերպ ունենալ։ Նա իր օրագրում մի օր գրեց. «Փոքր քայլերը փոքր չեն, երբ քայլում ես հանուն ինչ-որ մեծ նպատակի»։ Երկար ճանապարհը հաստատվում է ոչ թե ուժով, այլ հաստատակամությամբ։ Հետևաբար սովորենք փոքր քայլերի մեծ արվեստը։ 37 Սաղմոսի 23 համարում Սաղմոսերգուն գրեց. «Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը»։ Հետևաբար տեսեք, եթե դուք հավատարիմ լինեք, հարատև և հաստատուն լինեք, Աստված կօրհնի ձեր քայլերը։ Եթե ձեր նպատակը բարին է, և դուք ունեք այդ երթուղին, ապա մի հիասթափվեք, եթե տեսնում եք, որ ձեր ուժերը չեն բավարարում։ Մի կենտրոնացեք այդ վերջնական նպատակի վրա, մտածելով որքան հեռու է այդ նպատակը ձեզանից։ Կենտրոնացեք ձեր հաջորդ քայլի վրա։ Մի մտածեք, որ դեռ 1000 մղոն ունեմ ես քայլելու։ Մտածեք այդ օրվա ձեր քայլի մասին, փոքր քայլերով դեպի մեծ նպատակը։ Ես ուզում եմ ասել, որ այս 7 ճշմարտությունները, սրանք պարզապես գրքային հասկացություններ չեն ինձ համար, այլ կյանքի ուղեկիցներ, քաջալերողներ, մոտիվացնողներ, արժեք և աշակերտություն ստեղծող, դիսցիպլին անող ճշմարտություններ են սրանք։ Հետևաբար ես հիմա փորձում եմ ավելի քիչ վերահասկել ամեն բան։ Իհարկե, այնպես չէ, որ այս ճշմարտությունները ես մինչև վերջ սերտել եմ, բայց անընդհատ հիշեցնում եմ ինձ. դու Աստված չես, դու չես կարող ամեն բան վերահսկել։ Եվ նաև պետք է հիշեցնենք մեզ, որ Աստված է ամեն բան վերահսկում։ Գուցե իրավիճակներ կան, որ քո վերահսկողությունից դուրս են եկել՝ առողջություն, ֆինանսներ, քաղաքականություն, աղետներ, բայց Աստված ամեն բան վերահսկում է։ Եվ երբ դու ընդունում և խոստովանում ես քո սահմանները և քո սահմանափակ վիճակը, Աստված քո առջև է բացում իր անսահմանությունը։ Եվ երբ դադարում ես ամեն բան կառավարելու փորձից, Աստված ինքն է սկսում կառավարել քո կյանքը և իրավիճակները։ Իհարկե նորից, դա չի նշանակում, որ մենք պետք է անբան և անհոգ նստենք և մեր կյանքը չծրագրենք և չանենք այն, ինչ մեր լիազորությունների ներքո է, բայց դա նշանակում է, որ մենք պետք է վերահսկելու փոխարեն շատ պարագաներում վստահենք Աստծուն։ Հաջորդը՝ հիշեցրու ինքդ քեզ, մի բարդացրու, թեթև տար և նորոգիր քո միտքը և վերջում միշտ հիշիր. Աստծո մոտ նույնիսկ փոքր քայլերը տանում են քեզ դեպի մեծ նպատակ։ Շնորհակալ եմ, որ մինչև վերջ դիտեցիր այս նյութը, չմոռացար հավանել այն, բաժանորդագրվել այս ալիքին և քո մեկնաբանություններով ակտիվ լինել։ Ես խոստանում եմ կարդալ բոլոր մեկնաբանությունները և հնարավորության դեպքում արձագանքել։ Իսկ հիմա աղոթենք։ Մեր երկնային Հայր, գալիս եմ քո առջև քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ եմ, որ քո որդին ասաց, որ կճանաչեմ ճշմարտությունը և ճշմարտությունը ինձ ազատ կարձակի։ Շատ ստեր կան իմ կյանքում, որոնք ինձ կապել են, գերի են բռնել, բայց քո ճշմարտությունն է, որ ինձ ազատում է։ Երբ որ ես ճանաչում եմ քեզ, ճանաչում եմ ինձ, ճանաչում եմ իմ անկարողությունները և քո ամենակարողությունը, ես սկսում եմ հանդարտվել և վստահել։ Այո, իմ կյանքում կան ոլորտներ, որտեղ ես չեմ կարողանում տիրապետել դրանց, չեմ կարողանում վերահսկել ամեն բան։ Օգնիր ինձ վերահսկել այն ամենը, ինչ
պետք է վերահսկեմ եւ օգնիր ինձ վստահել քեզ այն բաներում, որոնք ես չեմ կարող վերահսկել։ Սովորեցրու ինձ նաև փոքր քայլերի մեծ արվեստը, որ ես չհուսահատվեմ, չհիասթափվեմ, չկոտրվեմ, չհանձնվեմ, այլ ամեն օր փոքր քայլերով ընթանամ դեպի մեծ նպատակը։ Եվ շնորհակալ եմ, որ այս բոլոր բաներում զորացնում ես ինձ եւ կարողություն ես տալիս։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։